Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, նախ թույլ տվեք մեր նոր միացողներին, առհասարակ մեր ալիքով հետաքրքրվողներին ասեմ, որ մենք այստեղ փորձում ենք տրամաբանորեն քննարկել են ինչ-որ կատարվում է հայկական ներքաղաքական իրավիճակում, ինչու ոչ անդրադառնում ենք այս կամ այն տարածող ստերին, կեղծիքներին, մանիպուլյացիաներին, այնպես որ եթե գրանցված չէ, գրանցվեք այս YouTube-յան ալիքով եւ մի փոքր զրուցենք, հուսամ ինչպես հիմնականում լինում է, զրուցարանը կմնա շատ կոռեկտության սահմաններում, գիտեմ, որ արդեն այստեղ մարդիկ կան իրար հետ են առանձին շփվում, իրար հանդիպում եւ այլն։ Դե ինչ, էլի որոշ լակոտներ, լացիրակներ խառնվել են իրար։ Այս անգամ արդեն ոչ ավել ոչ պակաս անձնագրի հետ կապված, նախ մի քանի բառով անդրադառնանք անձնագրին, հետո նաեւ մանիպուլյացիոն թեմաներին, ով ինչով է զբաղված։ Հետո արդեն կտեսնենք, թե ով ինչով է զբաղված։ Ուրեմն սկսենք անձնագրից։ Ես այսօր անկեղծ ասած անդրադարձել եմ իմ ֆրինյուզյան եթերով, ազատ շփում հաղորդաշրջանակներում, բայց թույլ տվեք այսպես նույնպես այս տարբերակով նույնպես ասեմ ու ձեր կարծիքներն էլ կընթերցեմ զուգահեռաբար։ Շնորհավորում եմ վերջապես Հայաստանի քաղաքացին կարալին համարվի քաղաքացի հայ եւ ունենա պետության անձնագիր։ Ես լուրջ եմ ասում, դիտել եմ Նիկոլ Փաշինյանի ու ներքին գործերի նախարարի երկխոսությունը հրապարակային եւ դետալները, որը խորհուրդ կտամ, ովքեր որ չեն դիտել ու ընդհանուր առմամբ են փորձում ծանոթանալ, մտնել Նիկոլ Փաշինյանի անձնական էջ ու ներքին գործերի նախարարի հետ հանդիպումը, քննարկումը ամբողջությամբ դիտել սա նրա համար, որպեսզի ստեղից ընդեղից մանիպուլյացիաների չենթարկվեք, այլ հստակ տեսնեք այն ինչ որ կա։ Այն ինչ որ ես եմ տեսել, ասեմ, որ այդ պահին համ նայում եմ, համ անընդհատ փշակաղում եմ, որովհետև մշտապես եմ երազել, որ մեր անձնագրերը մի քիչ լինելով աշխարհի տարբեր երկրներում, երազել որ մեր անձնագրերը փոփոխվեն ու այնտեղ գաղափարախոսություն նույնպես դրվի, ինչպես օրինակ եվրոպական շատ երկրների անձնագրերում է։ Եվ ինքս այդքան չէի պատկերացնում ինչպես կարելի է դա անել։ Իհարկե մտածում էի ինչ-որ բաներ, բայց չէի պատկերացնում։ Լավն է նրանով, որ հստակ մասնագիտական խմբերի կարծիքները, պրոֆեսիոնալ կարծիքները հաշվի են առնվել, հնարավորինս ռեալիստական մոտեցում կա, այսինքն շատ բաներ չեն փոփոխվել, վերացական չեն դարձել, չեն սվաղվել, ու իսկապես ցուցադրում է Հայաստանը։ Գիտեք, մենք շատ խոսում ենք, թե ազգային միասնություն, գաղափարախոսության մասին ենք խոսում, ինչ-որ առաջնորդներ ենք փնտրում, չէ՞ ում շուրջ կմիավորվեն բոլորը, բան։ Սրանց բաներ չի լինում, սրանք հեքիաթներ են։ Իսկ միասնականության կամ ազգային տեսլականի, հասարակության տեսլականի մասին կարող է լինել, այդ տեսլականը կարող է ձևավորվել տարբեր ծրագրերով։ Եվ դրանք կարող են լինել շատ փոքրիկ ինչ-որ քայլեր, որոնք որ հասարակության մենթալիտետը, կրթության որակը, դասիրակության որակը բարձր կպահեն։ Եվ ես կարծում եմ, որ մեր այս նոր անձնագիրը, որ Աշունը արդեն կմտնի շրջանառության մեջ, ես օր առաջ եմ ուզում ունենալ ճիշտն ասած, շրջանառության մեջ այդ միասնականությունը պարունակում է։ Հիմա կասեք ինչպես։ Ոչ թե նրա համար, որ բոլորս կրելու ենք այդ անձնագիրը, այլ նրա համար, որ ամեն մեկս մեր գրպանում կրելու ենք բոլորիս։ Հասկանում եք, այդ անձնագրերը լինելու են անձնական, նկարը լինելու է մերը, բայց ինքը այնքան հայկական ու հայաստանյան է, որ այնտեղ ներառված ենք բոլորս։ Մեր հայք նահապետով, մեր մշակութային կոթողներով, մեր եկեղեցիներով, անգամ մեր երազանքներով, ու գիտեք, իսկապես այսօր ընկերոջս հետ խոսում ենք, չկա աշխարհում մի անձնագիր, որտեղ բացի տվյալ երկրի բազմահազարամյա լեզուն, որը մշակույթի անբաժան մասն է, լինի եւս երկու լեզու։ Իսկ մեր երկու մեռած լեզու, չօգտագործող լեզու, բայց երկու լեզու եւս։ Դա փաստ է այլևս։ Այնտեղ կա արամեերենը, այն սահմանակարերի հետ կապված, չէ՞, Արտաշես մեծի ժամանակներից դեռևս, որ եղել են, արամեերենը, ընդ որում տառացի գրածային ինչ որ գրված է։ Եվ բիայնայի լեզուն, ուրարտերենը, Երևան քաղաքի հետ կապված։ Չգիտեմ, շքեղ է շատ շքեղ է, որ ինչքան խոսես կխոսես։ Հայկ Նահապետի ներկայությունը այնտեղ մի անգամից փառավորվեց սիրտս, շատ գրագետ էր ընտրված ամեն ինչ, չափազանց գրագետ։ Ես երևի թե թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր sense ամեն գնով սատարում են միայն ու միայն մեր այսօրվա կառավարությանը, իշխանությանը, ես պիտի ասեմ հետևյալը։ Երևի թե այս մի քանի տարիների ընթացքում
ամենակատարյալ ստացված աշխատանքը դա հենց անձնագրի հարցն էր։ Այս սրանից կարող են էլ ոչ մի բան չանել։ Սենց ասեմ էլի, ինքը շատ կար։ Այ մարդիկ ովքեր հաճախ ճամփորդում են, կհասկանան հիմա խոսքը ինչի մաս, անգամ գույնից սկսած, այո, կարմիր գույնից։ Ասեմ, գույներով ընդհանուր առմամբ ես չեմ ասում հենց այդպես ընդունված օրենքով միջազգային կամ բան, չէ, բայց ընդհանուր առմամբ անձնագրի գույնով ընկալում են քո երկրի միջազգային հեղինակությունը, հա, այսպես ասեմ։ Եվ կապույտ անձնագրերը, այո, կապույտ անձնագրերը, բայց կարմիրը ստատուսով ավելի բարձր է, ասենց ասեմ։ Հիմնականում կարմիր են Եվրոպայի երկրներին է ու շատ երկրներ։ Կամ կանաչ անձնագրեր էլ, որոնք թերևս ամենաթույլն են, եթե ես չեմ սխալվում, այդ դրա հետ են ասոցացվում, էլի, հիմնականում արաբական երկրների անձնագրերն են կանաչ լինում։ Մի խոսքով, բայց մեր որոշ քաղաքացիներ, այսպես բնութագրենք, ուրիշ բան չասենք, քաղաքացի չեն լինի իրենց քաղաքական հայացքներով, եթե չփորձեին գտնել կեղտեր։ Այն որ նայում ես անթերի աշխատանքը է, անթերի աշխատանքը, բայց մեկը նրանք փորձում են ինչ-որ բաներ անել։ Փորձեցին նախ գույնին գտնել։ Թուրքական գույն, այ սա թուրքականացում է, գնում ենք թուրքական աշխարհ դեպի, որովհետև ուտեղադրում են թուրքերի անձնագիրը։ Նախ թուրքերի անձնագիրը կարմիրի այլ երանգ է, սկսենք այդտեղից։ Երկրորդ ձեզով ա թույլ տվել կարմիր գույնը տես վերցնել ու նվիրել պաշտոնապես այդ գույնը նվիրել թուրքերին, էլի, ասենք կարմիր գույնը թուրքական, հա։ Հա, ես ասենք եթե դուք տենց նեղվում եք, ապա ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում դաշնակցական կուսակցության դրոշի վրա։ Կամ գիտեք, այս ամեն ինչի մեջ թուրքական, այս Տաշիր Սամոնել, այս երեք երբ էր բանա իր արևին տենց զրուցում էին են Ալիկի հետ Ալեքսանյան, այնի հարցեր էր տալիս, ապա տոնտոնեցկով հավաքել են մի խոսքով։ Էլի չխուսափեց, գնում է դեպի թուրքացումներ երկրի, գիտեք, սա ինչի համար է, սա եթե թուրքերը չլինեն, այս մարդիկ չեն կարող գոյություն ունենալ, ես ձեզ ասում եմ, ուղիղ եմ ասում, այս մարդկանց քաղաքականությունը կառուցված է հակաթուրքականության վրա, ոչ թե հայկականության վրա, իրենց համար հայը պիտի լինի, որպես է լինեն հակաթուրքեր, պարտադիր, գիտեք, թշնամանքը թշնամանքով, բայց այս ծայրահեղականությունը, որ հակաթուրքականության հողի վրա մենք պիտի կառուցենք, այսինքն մենք պիտի նայենք ինչը թուրքերը օգտագործում են, մենք չօգտագործենք, ինչը նրանք անում են, մենք չանել, ու այսպեսի լղոզված բաներ։ Գիտեք, դա Չինաստանին Հրաչիկ ջան ճիշտ է, նույնպես կարմիր, դες կարմիր բաներ շատ կգտնենք։ Հակաթուրքականության վրա փորձում են կառուցել հայկականությունը, ոչ հայկականությունը, ոչ թուրքականացման հետ կապ ունի, ոչ հակաթուրքականացման հետ կապ ունի։ Հայկականությունը շատ լուրջ բան է ինքը, գիտություն է անգամ, այո, հենց գիտություն, որը դասավանդվում է աշխարհի շատ հանրահայտ առաջնային համալսարաններում որպես բան, մասնագիտություն, հայագիտություն, իսկ թուրքագիտությունը մի քիչ ուրիշ է, էլի, ասենք, հա, թուրքագետ կարա մարդը լինի, բայց հայագիտությունը ինքը լուրջ գիտություն է։ Պետք չի բերել դնել այդտեղ։ Չնայած զարմանալու բան չկա, որովհետև նույն Քրիստինե Վարդանյանը դաշնակների մի օր ասեց, չի ասում, Պետրոսը հարց տվեց, ասում է, այսինքն ուզում եք ասեք հայերը չպիտի իրանց կյանքով ապրեն, պիտի միշտ բանը մաքարելու համար են ցանվել, ասում է, հա, բա մաքարելու համար են ցանվել։ Թուրքերի դեմ մաքարելու համար են հայերը, բա ինչի համար են։ Հասկանում եք, սա դեգրադացիա է, սա հիվանդություն է, հիվանդություն։ Եթե դու քո կյանքը կապում ես քո թշնամու հետ հակայի մեջ լինելու համար, դու քո կյանքով երբեք չես ապրելու, ու քո կյանքը չի բարգավաճելու բարերը, դու չես էլ շահելու։ Ասենք, ես ձեզ ասեմ, եթե թուրքերը որոշեն ապրեն, իրանց ամեն ինչը ձևակերպեն հակահայկականության վրա, նրանք կկործանվեն շատ արագ, կթուլանան կընկնեն, որովհետև այդպես չեն կառուցում երկիր կամ պետություն։ Այո, պիտի գիտակցես թշնամուտ, նրա հնարավորությունները, նրա նկրտումները զգուշանաս, պաշտպանվես եւ այլն, բայց չի կարելի վերցնել ու քո կյանքը կառուցել հակաների վրա։ Այդտեղ հաստատ չենք ձգի։ Ինչ խոսք, վերադառնալով մեր անձնագրին, պարզապես հիանալի է։ Գեցեք, ստեղ ես խոսքեր չունեմ պարզապես։ Եվ ամենավերջին նշանները, հորոգրաֆիկ նշաններից սկսած, գիտեք, մենք այս վերջերս դրա մասին խոսում ենք, շատ այդ որ խոսում ենք թուրքականություն, բայց կներեք, թուրքականություն չէր, մեր պատմական մշակութային կոթողները Հայաստանի Հանրապետության տարածքում անտերության մատնելը։ Այնքան անտերության մատնել տասնամյակներով, մինչև որ քանդու քարափ լինեն։
դա թուրքականություն չէր, թշնամանք չէր սեփական մշակույթի հանդեպ։ Գիտեք, մշակույթը ժողովուրդ ջան, ես հասկանում եմ, որ մշակութային խոսակցությունները շատերին ձանձրալի են, բայց հավատացեք, մշակույթն է հենց ազգի դեմքը։ Մշակույթը։ Եթե չկա մշակույթը, ազգը դեմք չունի։ Լինում է այդ ինչ որ հավաքածու մարդկանց դեմք չունեն։ Եվ մեր պարագայում մենք դրան պետք է ուշադիր լինենք։ Բայց մշակութային կոթողների հերն անիծել եք, քանդուկ հարապ եք, անտերության եք մատնվել։ Տուրիստը գալիս էր։ Ստիպված մի եկեղեցուց մյուս եկեղեցի էինք տանում։ Այդտեղ չկար տան, կամ եկեղեցի պիտի տանեինք, կամ բան, ռեստորան։ Ուրիշ տեղ չկար տանելու։ Զբոսաշրջություն զարգացած չէր բացարձակ, մեր եկեղեցին էր։ Քանի անգամ ասել, ասում եմ, յուրը, ասենք տուրիստ կա, բուդդիստ է, ասենք, թե էլի կամ մուսուլման է, տանում եք ես եկեղեցուց էի, մի հատ կհիշեք հրապարակում մեքենաները կանգնած էին, չէ՞ որ մի քանի հոգի հավաքում տանում էին շրջագայության։ Մենակ եկեղեցիներ էր վերեն նկարած։ Մի հատ բերդ, հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդ ենք, բայց ինչի էր այդպես անտերության մատնված այդ ամեն ինչը։ Եվ եթե այսօրվա իշխանությունները այդքան վատն են, այդքան թշնամի դավաճան թրքասեր են, այդ կասենք իմանանք, ինչ են հազարավոր մշակութային կոթողներ հիմա հիմնանորոգվում եւ նորոգվում։ Ես ասում եմ, կրկնում եմ, եթե այն ժամանակ նայում ենք մի պատմամշակութային կոթողի վրա ասես մոտ խամրած ժեշտի կտորի վրա գրած էր ելում պահպանվում է պետության կողմից, ուրեմն դա անտեր բան էր։ Այսօրվա դրությամբ երբ որ դու դա տեսնում ես, վստահ ես, որ իսկապես պահպանվում է։ Հասկանում եք։ Սա փոփոխություն, սա ինձ համար այնքան կարևոր է, ավելի կարևոր է, քան ասենք, չգիտեմ, շատ ծրագրեր, որոնք իրականացրել է իշխանությունը։ Էլ չխոսեմ այն ճանապարհները, որոնք որ տանում են դեպի այդ մշակութային կոթողը, որ գիտեք ոնց, որպեսզի հարմար լինի, որպեսզի մարդիկ ցանկանան գնալ։ Այն լուսավորությունը, որ տեղադրվում է այդ մշակութային կոթողների վրա, որ Երևանն շտապես իրենց խորհրդավորությունը անգամ գիշերը ցույցել։ Այսպես բաներ կար։ Դուք այս ամեն ինչը չեն ցանկանում տես, թրքականություն, հազար անգամ որ ասեք, հազար անգամից ձեր սուտը ճիշտ չի դառնալու, որովհետև ամենաթրքասերները հենց դուք եք։ Ձեր գործունեությամբ։ Ես ասում եմ, կարելի է պատմական ամրոցի վրա, հազարամյա պատմոցի վրա, ամրոցի վրա հողը տալ, փակել, վրան կազինո սարքել։ Հիմա ես կասեք, այդտեղ գաղափարական ինչ արժե համակարգ էիք թաղում ու ինչ արժե համակարգ էիք առաջարկում ձեր քաղաքացիներին։ Կամ այդպես վերաբերվել մենք այս 20 տարիներ եւ ավել միջև հեղափոխությունը ավելի վատ ենք վերաբերվել շատ դեպքերում մեր մշակութային կոթողների հետ, որը անբացատրելի ու անհասկանալի է։ Քան այսօր ադրբեջանցին անդեղան։ Լավ, ստեղ մի քիչ գուցե չափազանցնում եմ, բայց էլի գիտես թշնամիտ է։ Արա բան դուք խեք այտենց վարվում։ Էլ չխոսեմ բաներից, զորամասերից ու բաներից, որ սեփականացնում եք լույս եք ավել գրում, բայ հավելագրում նրա, այս ինչ արժե համակարգեր, որ ըստեղ էր հայկականությունը։ Ասենք Սամվել Կարապետյանի, Քոչարյան Ռոբերտի մյուսի հայկականությունը արտացոլվում էր զորամաս սեփականացնելով կամ հոսանքի հավելագրում անելով, հա։ Սա էր հայկականությունը։ Ամեն ինչը քայքայվել, թափվել էր, չգիտեմ որի վրա ինչքան գումար ծախսեն, որ ոտքի կանգնի։ Ու ամեն տարի ավելի դժվարացել է, չէ՞ դա կառուցելը, նորոգելը, հիմնանորոգելը։ Կներեք։ Այսո։ Կներեք ժողովուրդ ջան։ Այս որ մեկնա մի հատ էլ նշել։ Հովո հորդ տան մեջ չես, մորդ հետ չես խոսում, որ քֆուր ես գրում։ Ես չգիտեմ ումա վերաբերում այս քֆուրը, բայց կեթաս մամայիդ հետ խոսալուց քֆուրով կխոսած։ Այստեղ հազար տեսակ մարդիկ կար, ովքեր քո դաստիարակությունից չունեն, նորմալ ընտանիքներից են։ Եղավ, դավայ փախար։ Ինչ վերաբերվում է գույնին, ժողովուրդ ջան։ Կարմիր շատ լավ կարմիր գույն է, իմիջայլոց, այստեղ մեկը ոնց որ իմ մտքերն է կարծացել, այսօր Free News-ի եթերում ասի, կարելի էր որտեղ կարմիրի գույնը ընտրել, բայց ամեն դեպքում չգիտեմ, եկեք գիտեք վստահաբար տենց է, ինչքան լավ լինի ավելի լավի մասին ես մտածում, բայց ես կարծում եմ այս նոր անձնագրերին ոչ ավելացնելու բան կա, ոչ պակասացնելու։ Հիանալի։ Հիանալի։ Հիմա տեսեք մտքիդ էլ է էլի կտրում, խոսում ենք նորմալ բաներից, այ
սրանք այդպես քֆուր գրողները այսքան մարդու ներկայությամբ քֆուր գրողը ու օթից իրան ոչ մեկ վստահաբար չի կրվել, որ նոր ինքը կրվի, դա մի քիչ ուրիշ բան է։ Բայց այսպես մարդիկ խոսում են թրքականությունից ու հայկականությունից։ Որովհետև իրենք կորցրել են կապը իրանց արմատի հետ, իրանք չգիտեն ով են իրանք։ Եվ այո, այս 100-ամյակները բոլորը սրա ինչ որ կերպ ազդել են։ Բայց տարբերություն կա մարդկանց մեջ, ովքեր ցանկանում են իրանց մեջ տեսակետ փոխել, մոտեցում փոխել, տրանսֆորմացվել, գալ դեպի վերադառնալ էլի ակունքներին, այսպես ասած։ Ու կան մարդիկ, որ չէ, իրանք էլ վերջ կորցրած են դրանց։ Դրանք ինձ բանել չեն։ Իհարկե մեկ-մեկ ես էլ հունիցս դուրս կգամ պատասխանելու համար ինչ որ երկու բառ կասեմ, բայց ասենք չի կարելի առաջ վերցնել ու գրել այդ բաները։ Լավ, հիմա անձնագրի մասով երևի այսքան է, իսկապես ես այդ շեշտը մի հատ էլ դնեմ, որ այս պարագայում երբ որ ծոցագրպանում դու կրում ես այդ անձնագիրը, որ կարես այդ անձնագիրը, ես արդեն զգում եմ այդ բանը, այդ պատասխանատվությունն է ոնց որ առաջանում, որովհետև քո ձեռքում մենակ դու չես։ Քո ձեռքում հենց քո պետությունն է։ Ոչ թե մենակ բան իմաստով, էլի, այլ իսկապես իր ամեն ինչով դու զգում ես, որ քո պետությունն է քո ձեռքին։ Բոլորս իրար անձնագրի մեջ կանք։ Այդ անձնագիրն է ինքը։ Ինձ շատ ադուր եկել։ Ու գիտեք, ես չեմ նախանձում երկքաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներին, որովհետև այս անձնագիրը ունենալու պարագայում ես չգիտեմ երկրորդ անձնագիրը ինչ պիտի լինի, որ դրա կողքը դնես, էլի, արժևոր ես, էլի այդքան։ Այնպես որ բանը։ Իսկ ինչ վերաբերվում է գույներին, ու ամենաուժեղը գիտեք որն է, ռսա ճորտերն են ամենաշատ այս գույնին անդրադառնում, հետևի գրպանում ունենալով այդ գույնի անձնագիր, ռուսական անձնագիրը։ Հասկանեք։ Սա մեր որպես քաղաքացի ամենակարևոր փաստաթուղթն է, առաջնային մեր ինքնության փաստաթուղթն է ամեն մեկից։ Ու ամբողջովին շատ լավ էր կազմած, էլի կրկնում եմ, բրավո։ Լավ, անցնենք առաջ, մի երկու թեմաներ են եղել, մի քանի հայտարարություններ են եղել, փորձենք հասկանանք այս ինչա։ Իմիջայլոց հրապարակը բան էր գրել, թե ինչն է մեժանացնում, իմ հետ ես։ Չեմ հասկանում ստեղ ով արդեն բանան, բայց ես պահանջում եմ, խստորեն պահանջում եմ, որպեսզի պահպանեք դիմացինի կարծիք ունենալու իրավունքը ու առանց անձնական վիրավորանքների։ Ալեքսանդր Նովա։ Okay, գնաց, ես ուշադիր չեմ եղել, բայց գնաց։ Հարությունը կարծեմ բլոկված է։ Չէ, այնի հովո էր, կայնի հարությունը որ մեկն է։ Լավ, ու ձեռքի հետ Ինչ, գանք, ուրեմն հրապարակ կոչված կայքը, այն կայքը, որից որ հիմնականում օգտվում են այն մարդիկ, ովքեր հետո ստեղ են գալիս քֆուր են գրում, որոշել են, որ այն զուգահեռ իրականության մեջ ապրողները օգտվում են նաև հրապարակ կայքից, չէ։ Հրապարակ կայքը տեղադրել էր, որ առավոտյան, որ դե ոչինչ, թողել եմ նա, եթե կոպիտ վիրավորանք չլինի, կարող է տառասխալ լինի, հələ որ սպասենք, բան ջան, Արմեն ջան։ Բանա, առավոտյան տարածեցին, թե 11 գերիներ են վերադառնում։ Հետո պարզվեց, որ աղբյուրը հրապարակն է։ Բնականաբար հերկվեց, տենց բան ինֆորմացիա չկա, բայց շատերը հասցրեցին ոգևորված տարածել, որովհետև խոսքը գերիների մասին է, չէ։ Ժողովուրդ ջան, լավ, ինչքան է պետք ապրել, որ հասկանալ, որ նման զգացմունքային թեմաները պետք է մտնել, ճշտել, նոր հանդիսանալ տարածման աղբյուր։ Ինչքան ժամանակ է պետք անցնել, որ դա հասկանանք։ Դուք պատկերացնում եք այդ գերիների ընտանիքների վիճակը հոգեբանական։ Պատկերացնում եք։ Դուք ձեր տարածումով նպաստում եք այդ չարչարանքին։ Պետք է ճշտել, քանի դեռ չկա, միշտ ապեք, եթե դուք հանկարծ դա չտարածեք, ոչ ոք չի ասելու բախի չէիք տարածել։ Բայց մյուս կողմից դա պատահականություն էր, հրապարակը վերցրել ու տարածելը ոչ պատահականություն չէր։ Ասեմ ինչն է պատճառը։ Այո, նրանք շատ լավ գիտեին, որ
անձնագրերը բիոմետրիկ նոր անձնագրերը ցուցադրվելու են ու նրանք շատ լավ գիտեն ինչքան իդեալական են դրանք ու ինչքան կարող են մարդկանց համար դրական ազդեցություն թողնել եւ նրանք պիտի ինչ որ կերպ նախապես փորձեն այդ դրական մթնոլորտը ջարդած ունենալ, այսինքն արհեստական խոսույթներ մտցնել համացանց խառը խշտիկ ուշադրությունները շեղան, որ շատերը գնահատական չտան դրան, հասկանում եք, կամ դες լսելով ինչ կտան։ Սա բան է, այնպեսի գործողություն է, որը որ մենք ես մի 5 տարուց ավել անընդհատ նկատում ենք, անընդհատ ենք նկատել, ամեն անգամ չի որ ասել ենք մանրամասնել ենք այդքան, բայց դա մշտապես կա։ Բայց երբ որ մարդը նստած է, լավ ինչով այսօր համահանեմ, ու այն մարդն նստած, ով որ մշտապես համահանել է, աշխատել է մեր զգացմունքների վրա, բնականաբար պիտի խոսի կամ թուրքերից կամ պիտի խոսի բան գերիներ են վերադարձել կամ պիտի խոսի կրակոց չկա որ ինչ որ կերպ ուրցնել այդ թեման ինչ անեն գերիներից են փորձել խոսալ սա բադ բան է անցնենք առաջ ավելի առաջ ուրեմն մի քանի օր առաջ մի քիչ վերևից գամ որովհետև չեմ ուզում այդ թեմաները հանգարց կորեն գնան իմիջայլոց թրքականությունից որ այդքան խոսում եք խոսեք ձեր գործն է բայց կարելի է իմանալ, սա մեր ընկերն է կիսել դաշնակցական կառույցի բանն է բակի հատվածն է, որը երևում է դռան այս կողմից։ Բա որ այդքան տենց թուրքական դրոշ եք վառում, այդքան հայկականության մեռած եք։ Կարող ենք իմանալ, սա ինչ է։ Իսմել երրագույնը գեդին է։ Այնա, դրան մեջ նայեք։ Դաշնակցության նշան է, իրանց գրասենյակներեք Իրանց գրասենյակն է, դարգորը բաց, այնտեղ երրագույնը գետնին։ Իսել դաշնակցության գյորու գրասենյակն է։ Այսա, այնուր դրոշ են վառում իրանք են էլի։ Իսմել երրագույնը գեդին է, իսել դաշնակցության գյորու գրասենյակն է։ Այսա, այնուր դրոշ են վառում իրանք են էլի։ Հասկացա։ Այս սրանք կխնդրեին որպեսի գնահատական տային կամ արձագանք էին դաշնակները։ Ինչ գործ ուներ երրագույն դրոշը մեր գետինները գցած ձեր դաշնակցության գրասենյակի բակի հետնամասում։ Ինչ գործ։ Դա է ձեր վերաբերմունքը մեր պետական բաներին, սիմվոլներին, որոնցից ամենակարևորը թերևս դրոշն է հանդիսանում։ Բայց խոսում եք թուրքականությունից, չգիտեմ ինչերից, Արարատ լեռը, Տարան, Տվին, Ղարաբաղը, Հանձնին, բայց այդ ինչ է։ Կամ մի քիչ առաջ գնանք։ Ձեր հրապարակումներն ու հայտարարությունները։ Եկեք մի հատ երիտասարդ կա, չգիտեմ որ երկրում է ապրում, վստահաբար Հայաստանում չի ապրում, ամեն դեպքում երիտասարդ է, չեմ թիրախավորի, բայց կհիշեք Իվետան, որ համերգ տվեց, դրան երկու բառով անդրադարձել ենք, էլի, որ ճակատին հուլում կար կախած, սրանք բռնել կիսալուսին էին դարձրել, տարածում էին իբր տեսեք Իվետա Մուկուչյանը բանով ա դուրս եկել։ Եվ մենակ, ասենք, խելքից մի քիչ պակաս մարդիկ կհավատային, էլ ես չգիտեմ, ինչ տպավորություն է մարդկանց մոտ, որ կարան հավատան, որ տենց բան է հնարավոր։ Չնայած, ես պիտի ասեմ, որ ես մի հատ, ես առհասարակ արծաթե իրեր եմ սիրում կրել, ես մի հատ մատանի ունեմ, որը չեմ կրում, պարզապես գնել էի անտիկվարիատ խանութից։ Ուրեմն վրան 2 թե 3 լուսին է նկարած, բայց ինքը մեքսիկական, չգիտեմ ինչ բանով խորհուրդ ունի իր մեջ, էլի։ Ես չեմ կրում հենց դրա համար, որ մարդիկ դենալու են ասում, «Ոյ, լուսինը, կիսալուսին ա նկարած»։ Դե արի դրա պատմությունը պատմի, որ անցալել լինես։ Այնուամենայնիվ ու ես երիտասարդ է, խի նրանց չեմ ասում, նրանք ես գիտեմ ինչ են, ինչ չեն, բայց ես ուզում եմ այս երկրորդական գործով անձանց անդրադառնանք, էլի։ Ուրեմն դնում է այս տեսանյութը։ Այս նորմալ է, ձեզ համար Իվետա Մուկուչյանի ճակատի դրվածը, ես ինտերնետում տեսա, շատերը գրում են շատ նորմալ է, թուրքերը մեր բարեկամներն են, այս ամեն ինչը տարածվում է ինտերնետային հարթակում։ Ես ուղղակի ուզում եմ ձեր կարծիքը այս ամեն ինչի վերաբերյալ իմանամ, բոլորի կարծիքը։ Ես միշտ Իվետա Մուկուչյանին բարձրացրել եմ, ինձ համար շատ ինքը լավ երգեր է երգում, բայց այսպիսի արարքներով ու հենց ապրիլի 24-ից Ասեմ, ինչն է ստեղված, ինձ ասեք լավ է, ջահել է։ Սպասում սիրով ձեր կարծիքին այս ամեն բայց իրենք հենց այդ շերտի վրա շատ բան ձևով աշխատում են։ Երիտասարդների վրա աշխատում են երիտասարդների միջոցով։ Նույն խոսույթն է, նույն մոտեցումը, տարբեր մեկնաբանություններով երևի։ Ասի լավ, հələ կանգնի այս տղային երկրորդ, երրորդ անգամ աչքովս ընկնում։ Ասի լավ, հələ մի րոպե տենամ մեկնաբանությունների դաշտում ինչա կատարվում։ Հիմա մեկնաբանությունների դաշտում կան մարդիկ,
ովքեր գրել են որ տղա ջան դա սարկած է էլի դու ու ինչ ա արել ինքը գիտեք դա կգրել է շնորհակալություն իբր մերսի որ ասացիք դա ես իմացա շնորհակալությունը որն է պարոն երիտասարդ սա մեծ տարածում է գտել հիմա դու այդ ինչ քեզ ճշտելու համար էր այդ եթերը տարած չէ նաև տարածվել է դա հիմա եթե շնորհակալություն ասել ես բամտի մի հատ էլ եթեր արա որ փաստորեն սարկած էր ասա ես վերցել եմ ես ինչ աղբյուրից խափել էին դրանք մանիպուլացրել են ստել էին ես էլ այստեղ նստած հավատացել եմ ներողություն նախորդ եթերի համար իրականում այդպես չէ այսպես է բամտի եթեր արա ինչ անշակում մեկնաբանությունների դաշտում գրել շնորհակալություն իսկ մաղձը թող մնա չէ իհարկե շատ հետաքրքիրն է կամ ես մյուսը Մարտիկան ասում են Թուրքիայի դրոշի վառելու հետ կապված եմ որ իբր արդարացնում են հեսա լսեք Մարտիկան ասում են Թուրքիայի դրոշը մի վառեք այն շանիկ ծածանեք այսինքն ծածանվելու համար է վառվելու ֆունկցիոնալ այլ նշանակություն դրոշը առաջացման իսկ օրվանից չունի ինչ խնդիր ունեք այդ դրոշը վառելու հետ դրոշը ներկայացնում է ի սկզբանե պատմականորեն որևէ մի բանակի իսկ այնուհետև պետական միամիտ չի ծառայական այն ինչ պիտի արվի Թուրքիայի դրոշը փոխփոխացվի ծածանվի ու գիտեք ոնց են ուզում մանիպուլացնելու մոլորեսնել մարդկանց ներկայացնելով իբր կեղծ երկընտրանքական պետքա այտենց անկապ դրոշ վառես ու անցնես գործերով կամ իրական ինչ-որ պայքար մղես այդ դրոշը ներկայացնող պետության դեմ սրանք իրար չեն հակասում ավելին մեկը հաջորդում է մյուսին այդ տարիներ շարունակ որ Ադրբեջանը իր զորավարժություններում հայկական դրոշի վրա էր պարապում այսպես ասած վառելով քայլելով այդ բանը իրանք չէին խեղճանում Ինչի Ադրբեջանը ոչ մեկը չէր ասում այ ախպեր ինչի հետևից եք ընկել Հայաստանը մեր հողերը վեկալելա դուք ստերած դրոշի հետ եք կռիվ տալիս առանձին վերցրած դրոշի հետ կռիվ չկա կա կռիվ այդ դրոշը ներկայացնող քաղաքական կազմավորման ու բոլոր նրանք առաջին հերթին դե ֆակտո իշխանությունները որ լավ գիտեն որ Ադրբեջանը Ղարաբաղում Հայաստանի մնացած գրաված տարածքներում հենց լավ էլ կռիվ ա տվել հայկական դրոշի հետ եւ նախքան գրավել եւ գրավելուց հետո բայց իրանք կես քաղաքակիրթ դրբանի տակ մտած ձևակերպման տակ մտած փորձում են քննադատել Թուրքիայի դրոշի վառումը, ուրեմն իրենք նրա կողմնակիցն են։ Իրանք կողմնակից են, որ անընդհատ Հայաստանի Ղարաբաղի դրոշները վառվեն, բայց Թուրքիայի դրոշը փոխփոխ է։ Տվել են կրկնում։ Դրոշը չունի այլ ֆունկցիոնալ նշանակություն, բացի ծածանվելուց կամ վառվելուց։ Հիմա ես ընկերոջը ասեմ, մեծ որ ասում ես դրոշը կամ բանը վառելը որ կնանք, բա ինչ անենք, ծածանենք։ Չէ։ Իսկ քեզով ասել, որ դրոշը երկու բանի համար է կամ ծածանելու կամ վառելու։ Դրոշկա կամակ սրբելու համար է օրինակ։ Դրոշկա ինչ որ միանի վրա գցելու համար է, ոնց որ երրագույնը գցել էի ձեր բակում, տենց ստացվում։ Դրոշկա չտենալու համար է, դրոշկա տեղով է քեզ ասել, որ ծածանելու կամ վառելու համար է։ Քեզով ասել, սա մեկ։ Երկրորդ, ինչ ես ասում ես ադրբեջանցիք բանա, մեռան մեր դրոշի վրա ինչ ասես անելով, մինչ այն ժամանակները լուրջ, բայց ինչի որևիցե լրատվական չէր լուսաբանում, ինչպես այսօր են լուսաբանում։ Ասել, տեսեք, այս իշխանությունները այնքան թույլ են, որ այնտեղ մեր դրոշը վառում են, իսկ նրանք չեն պատասխանում։ Ինչի չէիք լուսաբանում։ Վախենում եք, թե ձերն էր երկիրը։ Սա երկու, երրորդ Ադրբեջանը երբ որ մեր դրոշը վառում էր, նա հստակ նաև միջազգային հանրությանը ներկայացնում, չի մարդասնում բնականաբար նրանց վառել, գլուխները պատին են դնում։ Բայց նաև հստակ միջազգային հանրությանը ասում էր, որ Արցախը ես պիտի հետ վերցնեմ։ Եվ դուք էլ գիտեք, որ ինքը պիտի հետ վերցնի։ Կլինի ռազմական ճանապարհով, թե դիվանագիտական ու բոլոր ճանապարհներով։ Իսկ դիվանագիտական ճանապարհով արդեն վերցրել պրծել էր, մնում էր, որ ռազմական ճանապարհով հարցելուց էր վերջացներ։ Տեղյակ չես եղել, իսկ դու Հայաստանի Հանրապետությունը երբևէ արտաքին ռազմավարական ծրագրի մեջ բան նմանատիպ պահանջ ձևակերպած կա թե չկա, մի հատ էլ ասա։ Թե դες պրոստը համեմատեք բաներ եք անում, մարդիկ էլ արա դե ճիշտ ասում, ես իշխելացի ա խոսում։ Չէ։ Ու ասեմ ավելին, ոչ ես չեմ քննադատում, ես նկատողություն եմ անում։ Ասեմ ինչու։ Ինձ կաբի всё равно, ուզում եք գնացեք 10000 դրոշ բերեք, վառեք։ Ինձ էդի այդքան հետաքրքիր չի։ Ամեն մեկը ձեր տունը, փեդի տեղը կամ գազի տեղը դրոշ վառեք։ Սա ինձ հետաքրքիր չի։ Ինձ տհաճային հանգամանքը, որ ես դիտարկում եմ նման գործողությունը որպես աբորիգենություն, հետամնացություն ու թուլության նշան, առավել եւս որ պահանջատիրությունը դեռ նորմալ չէ ձևակերպել, դու ասում ես դու բան թուրքին թշնամին ես ու վառում ես դրոշը։ Ու պահանջատիրությունը դեռ հստակ ձևակերպած չկա։ Ես կարծում եմ որ դա թուլության դրսևորման տեսակ է, բայց վատն է, որ եթե այնտեղ տեսնեն, ասելու են ես հայերն են այդ թույլերը։ Ու ես դրա մեջ եմ մտնում, հասկանում եք։ Դրա համար էլ ես ասում եմ մի արեք։ Դա լավ բան չի։ Ոչ թե վայ, դրոշը խիկ վառում, պաշտպանում են դրոշը, ջանդամերն է դրոշը։ Ջանդամերն Թուրքիայի դրոշն են, Ադրբեջանի դրոշն են, իրաց ամեն ինչն է։ Դուք չեք տարբերում, երբ ինչը նկատի ունենք, թե դիտավորյալ չեք տարբերում, թե ձեռ չի տալիս որ տարբերեք։ Ես ասում եմ դա իմ կարծիքը։
Ընդ որում վառողներին ուղիղ երբեք չեմ էլ վիրավորում։ Ես ասում եմ, այդ process-ը ինձ իմ մոտ ինչ կերպ է ասոցացում։ Ինչ իրավունքը ունեմ իմիջիայլոց, դա իմ կարծիքն է։ Ու դու չես որ ինձ պիտի բացատրես, ես ինչն եմ պաշտպանում, ինչը չեմ պաշտպանում։ Ինձ ու ինձ նման մարդկանց, սա հակաժների տող արեք։ Եղավ։ Ու դրոշ վառողեք, հələ նա ձեր սեփական դրոշը պոլերից վերցրեք, այ հենց դա եմ ասում։ Հետո նոր կմտածեք մյուսներին վառել չվառելու մասին։ Իմիջիայլոց Գյումրիում այդ ինչ դրոշ էիք վառում։ Արանք իմանանք, որ երկրի դրոշը, չլինի Հունգարիայիններ։ Այն որ ձեր կոալիցիոն կառավարման ժամանակ բանը տերորիստին կոնկրետ ազատ արձակեցին տարան Բաքու, չկարեցաք տեր կանգնեք թեմային։ Թե ինչքանով ծախվեց թեման։ Դուք մարդիկ կան, կարծում են պիտի վառեն։ Ես չեմ ասում ով տենց է կարծում վատնա, չէ։ Տենց է կարծում։ Ես էլ սենց եմ կարծում։ Բայց երբ որ հելնում եք սկսում ես խելք բացատրել անում քո արևին, բա ինչի համար դրոշը կամ ծածանելու կամ վառելու, ես էլ քեզ ասում եմ, ինչի համար էլ ուրիշ կարա լինի։ Ադրբեջանցիներն են վառում։ Բայց պահանջեր թող գնան էդի տեսնեն դրան համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ոչ թե հիմա նստենք նայենք թե նրանք համապատասխան ինչ քայլեր են ձեռնարկում։ Այսօրվա դրությամբ բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ նուրբ խաղեր է գնում տարածաշրջանում ու ոնց կարա պայթի սա։ Ախր որ պայթի մեկը տեղում չեք լինել։ Ես չեմ ասում մեր իշխանությունները պիտի sense վախվորած քաղաքականություն վարեն։ Ոչ, Քավլիցի, բայց անգամ ռիսկերը ու կոպիտ խոսույթը ու հանդիմանությունը պիտի լինի արդարացված, հեռանկարային, հեռատեսություն քաղաքական պիտի դրսևորվի։ Ու ես այն մարդը չեմ, որ ասում եմ, այ քանի որ դուք դրոշը վառեցիք, դրանք էլ մեր մշակութային բաներն են քանդում։ Չէ, նրանք այդպեսին են, վայրի ցեղերը նրանք մշտապես քանդել են։ Մշտապես։ Բայց մի հատ հարց ձեզ տամ, 110 տարի է անցել ցեղասպանությունից։ Ինչի է դեն ստացվել, որ մենակ վերջի 30 տարին եք պահանջատեր դարել դրուկ։ Կամ բանը 67 թվին Ծիծեռնակաբերդը կառուցվեց, ու դեն սկսեցին քայլել դեպի Ծիծեռնակաբերդ։ 19 թվին Քաջազնունին ինչի՞ց էր խոսում։ 21 թվին ինչի թողեցիք բոլշևիկները մտնեն Հայաստանի Հանրապետություն։ Դրանից հետո դաշնակները Եվրոպաներում ու Ամերիկաներում ինչ են արել։ Որտեղ են ցույց տվել, որ մենք հասկանանք, որ տեմպերը որքանով են արդարացված, որքանով չէ։ Քանի է իսկական հայտարարի գլուխ են կերել դաշնակները դրսերը։ Այս ամեն ինչը կարելի է անուններով կարելի է պատմել, թե ովքեր են։ Գախնի բանակի հետ քանի միջից քանի օկու գլուխ են կերել։ Ու եւ այլն եւ այսպես շարունակ, հա։ Դաշնակները քանի այդ մենակ իրանք էին ինչ որ հայրենասերներ։ Քանի այլ հայկական օջախներ են եղել, որոնք կուսակցական կամ քաղաքական բան չեն ունեցել, բայց իրանք համայնք են համարվել ու հայապահպանման գործունեություն են ուզեցել ծավալել։ Քանիսին եք թույլ տվել ու քանիսին արկելապակել։ Եկեք մի հատ հաշիվ տվեք, է։ Դաշնակները եղել են սպյուրտի փողերն ուտելու համար, всё, դրել են ինչ որ գաղափարներ, որոնց մոտիկ էլ երբեք չեն գնացել նրանք, երբեք մոտիկ չեն գնացել։ Ծառայել են ցանկացած գրեթե բոլոր բաներում, անվտանգային ծառայություններում, հետախուզական ծառայություններում։ Հիմա ելել Հայաստան, Հայաստանի ճակատագրով ուզում են ինչ-որ տես ուրիշ տեղեր ներկաներ ստանալ։ Չի հաջողվի ձեզ։ Չի հաջողվելու։ Դուք մեր այն լավագույն երիտասարդներին, ովքեր որ ի բնե ունեն հայրենասիրական զգացողություններ, դուք նրանց փչացնողներն եք։ Դուք սերունդ վարի տվողներն եք, դուք ով եք, ինչ եք խոսում։ Բենքի համար է դրոշը։ Քամակ սրբելու համար է, գնա քամակը սրբի։ Այդ դրոշով հենց։ Շարունակենք։ Սենց հատված տարբեր թեմաներից ենք էլի խոսում Ժորժ ջան։ Հիմա գանք Ալիկին Ալեքսանյան, ով մի քանի օր առաջ սենց հայտարարություն էր արել։ Հայաստանում թե Սամվել Կարապետյանի հետ Կներեք, սկզբից դնեմ։ Ժողովուրդ ջան, մի կարճ հարց եմ տալիս, խնդրում եմ մեկնաբանություններում պատասխանեք։ Նիկոլ Փաշինյանի հետ 300,000 ադրբեջանցի Հայաստանում, թե Սամվել Կարապետյանի հետ 300,000 նոր աշխատատեղ Հայաստանում հայերի համար։ Գրեք, խնդրում եմ։ Արի մի հատ հարց էլ ես քեզ տամ։ Օրինակ, 1 միլիոն աշխատատեղ հայերի համար, թե Սամվել Կարապետյանի հետ, բայց ռուսի ճորտ։ Արա, ասեք քաղաքական հայտ եք ներկայացրել, այս ինչ խոսույթ է։ Իմիջիայլոց, երբ որ մենք ասում ենք ռուսի ճորտ, ռուսին մենք չենք առանձնացնում թուրքից, դա իմացեք։ Երկրորդ, որտեղ են ասել, այդ ինչ ինֆորմացիա է, ինչ 300,000 ադրբեջանցիների մասին է խոսքը։
Կարող է Քոչարյանի բանակցած են 300 կամ Սերժի բանակցած են 300,000-ի մասին, ովքեր պիտի գային Ղարաբաղ, որպեսզի թազա ռեֆերենդում անեին, հանրակրվե անեին։ Ու դրանով Արցախի առաջին հանրակրվեն, որ դրվում էր հարցականի տակ։ Կարող է դրանց մասին արա խոսքը։ Բայց ժամանակ քիչ էիք ելում դες բաներ խոսում։ Մենք կարանք հասկանանք, ինչ 300,000 ադր։ Ախպեր, ո՞նց եք պատկերացնում դա։ Կարանք իմանանք։ Ինչ են անելու, գալու են ես մեր բիոմետրիկ անձնա, ո՞նց են գալու։ Ինչ են անելու։ Նստած բանում, չգիտեմ, Բաքվում նստած ադրբեջանցին երազում ամտածում արա այս հայերը երբ են գալու իրան բերեն Հայաստանում ապրի։ Դուք պատկերացնում եք այդ ինչա։ Ինչ եք խոսում։ Այս ադրբեջանցիները գալու են լցվել, բերելու են, Ալիևը բերելու է, Նիկոլը տանելու է, այսի տեղավորելու է, ինչ եք խոսում, այս ինչա, կարող եք գիտեք ձեր վախտերի պրախադնոյի դվորն է, չէ, տղեկ ջան, կամ մյուս կողմից, մի կողմից դրոշ եք վառում, մի կողմից վախենում եք, մետ կողմնորոշվեք, էլի ախպեր, ասենք, ես ամենայն անկեղծությամբ ասեմ, առանձին վերցրած, ինձ երբեք չի հետաքրքրել այդ 300,000 ադրբեջանցիներ ասած խոսույթը, որ մի հատ էլ մտնեմ տենեմ դրա սուտը որտեղ է ճիշտ է, որ երբեք, որովհետև մեծ հաշվով ես 3 միլիոն եմ։ Իմ մեջ եկած 300,000-ը ուլի պես դառնալու է ստեղ ճորտ։ Ու իմ պետության համար արժեք ստեղծի արկբուցի։ Ու լինելու է իմ ձեռի տակ։ Վերջացա։ Եթե այտենց վերա նայենք, էլի գումարած դառնա 300,000-ը ավելի վախի մեջ են լինելու, ասենք դուք ինչ եք 3 միլիոնով վախենալու եք։ Եթե էլի, այդ եթեդ եմ ասում էլ։ Բայց մյուս կողմից, մի տարեք հասկանանք, այդ ինչ 300,000 են, ուր են ուզում գան, որ տենց դուք որոշել եք գաք ու չթողնեք, ոնց են որոշել գան։ Որպես ինչ են որոշել գան։ Մենք կարանք իմանանք։ Դե ադրբեջանցիներ Հայաստանում, Ժաննա ջան, ասում տարածում են իբր ադրբեջանցիներ արդեն Հայաստանում են։ Հայաստանում, ես քեզ ասեմ, մշտապես ադրբեջանցիները եղել են։ Առնվազն մի 7-8 հոգու ես եմ ճանաչել Էրեբունիում, Սարաջովում, Երևանում ապրող մի 7-8 հոգու ես եմ ճանաչել։ Ադրբեջանցի, որը վախտերից չեն գնացել, մնացել են։ Այդ ժամանակ չէին խառնվում իրար, ասում ադրբեջանցի կա Հայաստանում, Երևանում բան։ Ասեմ ավելին, Ադրբեջանում էլ հայեր կան, որ վախտերից մնացել են, ադրբեջանացվել են իրանք։ Սրանք էլ հայաֆիկացվել էին շուտվանից։ Ու հատես բան ենք ունեցել, սկզբունքայնություն ենք ունեցել, շոսս քարտեր ենք դրել, հա? Չէ՞ այդպես բան։ Հիմա 300,000 ադրբեջանցի պիտի գաս, մենք ո՞նց պիտի գա։ Ո՞նց, ինչ որ իրավաբանական գործընթաց կա, որ 300,000 ադրբեջանցիներ հիմա դուրս են եկել եւ պահանջում են, որ իրանք ուզում են գալ Հայաստան, դիմել են օրինակ Հայաստանի Հանրապետությանը, խնդրել ասել են, խնդրում ենք, մեր անձնագրերով գանք, դուք այդտեղ մեզ, ասենք, ոնց է ժամանակավոր կացության վկայականներ տվեք, մենք այդտեղ ինչ որ կերպ մնալու տեղ կճարենք փողոցներում, մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը մեզ չի նեղացնի, փողոցում որ տենա կկերակ, ասենք ո՞նց եք պատկերացնում, ես չեմ կարող հասկանալ, արա որեկան չպիտի աշխատեն, որ ապրեն, որտեղ են աշխատելու, ամեն մեկի օֆիսում երևի կամ բանում, զավոդում, չէ, արա ինչ եք խոսում, էլի, ու սա կցել են 300,000 ադրբեջան, խի հայ 300,000-ի միջայլոց, այդ ինչ թիվա, մենք կարանք իմանանք, խի 200 չի, 250 կամ 500, Սենտեն գժվելու բան է, ասեք, ենքան խնդալու է ես ամեն ինչը չեք պատկերացնի, արապես մեկ է նայում ես ես խնդալու բանը, որ անգամ չես էլ ուզում անդրադառնաց ենքան խնդալու է, եկ է դարել եմ այդ լուրջ թեմա, մի հատ էլ դնում վերցնում եմ, կարողավ ինչ որ բանը մանը իա, լսեք, հիմա օրինակ շատերը խոսում են, բա արցախցիները պիտի վերադառնան Արցախ, լսեք, արցախցիները որ ասում ենք իրատեսական չի, չէ՞ առայժմ, ինչի մասին ենք ասում, որովհետև իրավապահական process-ներ գոյություն ունեն։ Արցախցիները պիտի դուրս չգային։ Ես քաղաքացիներին չեմ ասում։ Նրանց պիտի կազմակերպողներ, բայց քանի որ կազմակերպողները ռսած ճորտերն էին ու Ալիևին ավելի էին հավատում, քան Հայաստանին, տեսեք, ինչի բերին հանգեցրին։ Այդտեղ զտում տեղի ունեցավ։ Անգամ էվակուացիան քաղաքացիների չկարողացան կազմակերպել։ Անգամ իրաց դուրս գալը չկազմակերպեցին գերի ընկան, հասկանում եք։ Մենք տեսել ենք սրանք ովքեր են։ Հիմա ես արցախցիները իրենց հայրենիքն է, չէ՞ Արցախը։ Ի տարբերություն են ձեր ասած ադրբեջանցիների, ովքեր որ յալի 300,000 պիտի գան։
Անկամ այս մարդիկ իրաց հայրենիք, իրաց էթնիկ բնակավար ծննդավայր գնալու խնդիր ունեն ու խնդիրը կայանում է ոչ թե միայն այդ անցակետը անցնելու մեջ, այլ շատ հազարատ հարց։ Ասենք դուք ո՞նց եք իմի դրել, այդպես բան խոսում են։ Բայց փորձեք ինքնուրույն մի քիչ խորանալ դրա մեջ։ Արցախցիները օրինակ երբ որ Արցախից դուրս եկան, այդ որ ասում ենք դուրս մենք պետք է մնանք։ Այս արեք են ձևերտեղերն էլ են ցույց տալ, ձևերները սրանք չէ, հենց հակադրվում են Հայաստանի հետ, Ռուսաստանը ոնց կասի տենց, մենք հեսա դուք տեսեք ինչ ենք անելու, այս նույն բանն էլ Հայաստանում են անելու, հա։ Ու դուրս եկան, հիմա եկել են, այստեղ այս բաներով իրանց մետաքսեն մուտուքսեները, բա մեր վերադարձի իրավունքը պիտի լի, ախպեր, եթե հնարավոր լիներ ձեր վերադարձի իրավունքը ապահովել, ձեր մնալու իրավունքը կապահովվեր։ Ինչ չեք զգում, որ ասենք ու ցավոք սրտի շատ արցախցիներ զոր են դառնում այս մանիպուլատիվ խոսույթների, չեն հասկանում, որ շատերը փառկացու շատերն էլ հասկանում են։ Իմիջիայլոց ես վերջի շրջանում տաքսիով շատ եմ երթևեկում, շատ է լինում, որ տաքսով վարորդը արցախցի է լինում, շատ դեպքերում ինձ էլ ճանաչում են, շատ դեպքերում լավ են զրուցելով, գնում ենք իրանց կարծիքներն ամեն ինչն ասում են, հանգիստ եղեք։ Հələ մի քանի բաներ ավել են պատմում ու ասում ու խնդրում, որ ընդհանուր տեսակետների մեջ իրանց չներառեն, ասում են ախպեր ջան, մենք ուզում ենք դասավորվենք ապրենք։ Բայց փոխարենը ինչ են անում մետաքսեի նմանները։ Հույսա ցույց տամ ինչ են անում մետաքսեի նմանները փոխարենը։ Փոխարենը մետաքսեի նմանները, այսինքն երջանիկ դեմքով նստում են ու գլուխ գովալով հատուկ Ռուսաստանի համար ասում հետևյալը. ըստ մեր սոցհարցումների այսօր արցախցիների 1%-ն է այս իշխանություններին ընդունելի համարում։ Լուրջ ես ասում մետաքսե։ Երջանիկ ես այդ բանով հանգամանք։ Նայ, նախ այդպես չի, բայց եթե անգամ այդպես է, դու սրանով ասում ես բառացի, որ դուք ձեր աշխատանքը իդեալական եք արել։ Գիտեք, որ աշխատանքը, ասեմ, որ աշխատանքն եք իդեալական արել։ Դուք այս աշխատանքն եք իդեալական արել, որի մասին երբ որ Փաշինյանը խոսում էր, ոռնոցներդ կապել եք, այս է։ Կներեք։ Դուք եւ ձեր կողմից նշանակած իշխանությունը դատարկեց Լեռնային Ղարաբաղը։ Բայց որտեղ էին կարգավիճակ ստանալու։ Ասում են լսեք։ Դուք հասկանում եք ինչ եք ուզում հիմա անեք։ Դուրս գանք։ Բայց երբ որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ինձ է սոցիալական ցանցերով, հասարակական կազմակերպություններով պատին եք դեմ տալիս, թե ես չեմ թողում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դուրս գա։ Բայց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որ Լեռնային Ղարաբաղից դուրս եկավ, այդ կարգավիճակը որտեղ է ստանալու։ Որտեղ է ստանալու։ Մեր հասարակություններ մենք իրաց ասել ենք ձևը ինչ պետք է անել այդ խնդրի լուծմանը հասնելու համար։ Դուք եք կորեսամբյոններից ասում եք եւ ցանկում եք մի հատ այնտեղ ասում եք չէ, չանեք դա, կանեք ուղիղ հակառակը։ Մեր կացեք բոլորս եք։ Գիտեք ինչի եք կանչում, որտեղ դուք չկացում եք Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վրա։ Ձեզ պետք է քանի որ ցույց եք անում ստեղ 3-4000 մարդու տավետ չեն ամակում, ձեզ ցույցի մասնակից եք պետք։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ինչքան թունավոր եք Հայաստանի կառավարության ու Հայաստանի ժողովրդից է, ձեր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար։ Այսօր իրանք բերել եք որպես ցույցի մատերիալ 5000 դրամով ցույցերի բերելու համար։ Այս եք դու, այս է ձեր ճշմարտությունը, այս է ձեր քաղաքականությունը։ Հիմա ուզում եք նույնը անեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ։ Որ գուբերնիան լինեք թեմական առաջնորդներ, գնաք սարկամակներ ելնեք խորաններին բանանելով, խումբ ծխելով, կայսրի տիրապետության ներքո։ Դες համար Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եկել է դա եւ կլինի իշխանության պահելու միջոց։ Դուք թքած ունեք Լեռնային Ղարաբաղի վրա էլ, Հայաստանի վրա էլ, հայ ժողովրդի վրա էլ։ Դուք հաշկատակներ եք։ Այ երբ որ սա ասում էր Նիկոլ Փաշինյանը, մի ոռնոց, ու մեկ էլ հանգարց տեսնում ենք Մետաքսե Հակոբյանը երջանիկ դեմքով ասում, որ իրենք հասել են իրենց աշխատանքի արդյունքում նրան, որ Արցախցի ժողովրդի 1%-ն է այս իշխանություններին ձայն տալու։ Հիմա տեսնում եք դուք որտեղ եք աշխատում, ինչի վրա եք աշխատում։ Հենց դրա վրա։ Եվ ցավոք սրտի շատ արցախցիների էլ թունավորեցիք մեր նման այս ամեն ինչը բարձրաձայնողների դեմ։ Ցավոք սրտի շատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էլ կաշիների վրա այդ զգալով ու շատ բան տեսնելով սկսեց թացուչոր խառնել ու որոշակի մթնոլորտ ձևավորվեց, տհաճ մթնոլորտ իմիջիայլոց, բայց այդ դրա մեջ ամեն մեկը ձեր մեղքը չեք ցանկանում տեսնել, հանկարծ չտեսնեք, ձեր խնդիր, գիտեք ինչ,
հիմա դուք որ ասում եք մի տոկոսն է պատրաստ իշխանությանը ձայն տալու արցախցիների, դրանով գիտեք ինչ եք ասում նաև, որ մենք կարողացել ենք արցախցիներին համոզել, որ այս իշխանությունը իրանց մասին չի մտածում։ Ու ճշտել եք օրինակ այդ հարցումների մեջ ինչի համար, ինչ է եղել։ Չէ, դուք ասել եք Ալիևը մեղավոր չի, Պուտինն էլ մեղավոր չի, Հայաստանի իշխանություններն են մեղավոր, դուք չլինելով Հայաստանի քաղաքացի, այո ազգությամբ հայ կներեք, ազգությամբ հայ աշխարհի շատ երկրներում կան, այդ թվում նաև մեր բազմաթիվ պատմական երբեմնի հայրենիք հանդիսացող տարածքներում։ Բայց դուք իմ պետության դեմ եք, այդ հունավոր է շատերին։ Դուք գնացել երջանիկ դեմքով նստել եք 5 գնահատական ստացած երեխի պես ձեզնից գոհ նայում եք ձեր շուրջը։ Այս եք դուք։ Մարդը ասում էր, էս էր ասում։ Իմիջիայլոց ելնելով իր պաշտոնից, այստեղ շատ մեղմ է ասել։ Ավելին ես կարող եմ ասել, կամ միշտ էլ ասել ենք, նեշ չենք ասել։ Եվս մի թեմա կա։ Իմիջիայլոց մինչև ես մյուս թեման գտնել ես, հեսա գտա։ Ամեն դեպքում ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներից պահանջում են, որպեսզի հրապարակային ասեն, որտեղից իրենց տեղեկություն, այդ ինչ տեղեկությունն է, որ 300,000 ադրբեջանցիներ են բերվելու Հայաստան։ Հիմնավորեք։ Ուրեմն, Աննա Հակոբյանը մամուլի ասուլիս ունեցավ։ Ժուրնալիստների միության ղեկավար Սաթիկ Սերյանյանը, ով բազմաթիվ անգամներ խաբել է ձեզ բոլորից, ով լրատվական բլոկը վերածել է հիբրիդային պատերազմի գործիքի ընդդեմ հայ ժողովրդի, հերթական գրառում արեց այդ մամուլի ասուլիսից հետո։ Ես չգիտեմ ովքեր են դիտել, ովքեր չէ, ամեն դեպքում Աննա Հակոբյանն է մամուլի ասուլիս էր ուզում անել կապված ինչ-որ Միքայելի հետ, Յոհաննիսյանի հետ, դատավարություն եւ այլն։ Նախ այդ մամուլի ասուլիսը ես ամբողջը չեմ լսել, ճիշտն ասած, բայց այնտեղ մի բան ականջովս մի երկու բան ընկավ։ Բարձվում է, ժողովուրդ ջան, որ այս լրագրողները, որ բոլորիս խափում էին մի քանի ամիս, սաղ կայքերով, օրական լծրած էր, կրթվել է նորաձև է շարժումը, պետական փողերի լվացք են անում, լվացքի մեքենայա, փողը որ ցպնում են Փաշինյանը կնոջ վրայա ծախսում, կնոջ բերած ծրագիրը ֆինանսավորում է պետության, բոլորիս գրպանից բացս բաներ են խոսում, մի քանի ամիս, բարձրապես տուֆտում էին։ Չէ, ես գիտեմ, որ տուֆտում են, բայց նաև լրագրողների համար բարձրպես, որ իրենք տուֆտում են, տուֆտ են։ Ասեմ ոնց, հարց ուզեցավ, դա Աննա Հակոբյանը ասեց լսեք, կրթվել է նորաձև է շարժումը, դա հասարակական կազմակերպության ծրագիր է, որը չի ֆինանսավորվում եւ չի ֆինանսավորվելու պետության կողմից։ Մի բարձ պատճառով, որ այդ շարժումը, այդ ձեռնարկը, անգամ հաշվապահ չունի։ Անգամ եթե ուզես ֆինանսավորես, չես իմանալու ինչ ես ֆինանսավորում, ով պիտի ծախսը։ Անգամ հաշվապահություն չկա, անգամ, չգիտեմ, այնտեղ տնօրեն չկա ծրագրի վրա եւ այլն։ Հասկանում ենք Աննա Հակոբյանն առաջնում, բայց սա ուրիշ ձև է։ Չէ, բաներ։ Մարդը ցույց տվեց ասեց, եթե այնտեղ ինչ-որ բան եղել է, դա երևի, ասենք վարչապետը երբ որ եկել է ելույթ ունենալ, ցանկություն հայտնել ելույթ ունենալու, կարող է իր տեղաշարժի վրա ինչ-որ բան ծախսված լինի, չգիտեմ։ Բայց այդ ծրագիրը չի ունեցել բան։ Բան լրագրողներ ջան, ձեզանից մեկը ինչի չեք ելնում, ժողովուրդն ասեք, ժողովուրդ կներեք, էլի տարական հարցով որ ձեզ տերորի ենք հերթական։ Այնքան բաներով եք տերորի ենթարկել, որ ներողություն ասելու ունեք 24/7 ռեժիմով 3 տարի ներողություն ասեք, էլի սա ամեն ինչի համար ասած չեք լինի։ Բայց վերադառնանք սրանց ղեկավար հանդիսացող Սաթիկ Սերյանյանին։ Գրառում անում դրանից հետո։ Սրանք լկտի ստախոսներ, տգետ, ցինիկ եւ արյան վրա խրախճանք անողներ են։ Ասուլիս է տալիս լկտիաբար ստելով ու տեսեք, հիշել է սահմանադրությունը, կանանց եւ առհասարակ մարդու իրավունքներից է խոսում։ Բոլոր այն 5000 տղաները, որոնց զոհաբերեցիք, Սոնա Մնացականյանը, Արմեն Գրիգորյանը, որին դատանի դալիճում մահվան հասցրեցիք, եւս ունեին իրավունքներ։ Երբ իրենց պետք է հիշում են սահմանադրությունը, երբ պետք է ոտքերն են սփում այդ նույն սահմանադրության վրա։ Սա լսում են Գայանե ջան, ըստ իրենք լսում են։
պարզապես լսելուց հետո ես հիմա ասեմ, ես ամիս ու կեսը ավելի եմ թիրախավորվելու։ Նու արդեն թիրախավորված էի, ես վերջերս մի քիչ ակտիվություն նկատում եմ իմ անձի շուրջ, դեռ ավելի լա լինելու, բայց մեկը, այդ էլ այդ կռիվն է։ Մի խոսքով, այս գրառումն է անում Սաթիկ Սերյանյանը։ Ես բնութագրող հատվածներին չանդրադառնամ, որտեղ որ նա լկտի ստախոսներ է բնութագրում, տգետ, ցինիկ, արյան վրա խրախճան կանողներ, սա իր անձնական բաներն է։ Բայց, ինչ ասում, ասուրիս է տալիս լկտիաբար ստելով ու տեսեք հիշել է սահմանադրությունը, կանանց եւ առհասարակ մարդու իրավունքներից է խոսում։ Okay։ Անցնենք առաջ։ Բոլոր այն 5000 տղաները Սաթիկ Սերյանյանը լինելով ժուրնալիստների միության ղեկավարը մինչև հիմի տեղյակ չի, որ Արցախյան 44-օրյա պատերազմում եւ դրանից հետո մի քանի գործողությունների ռազմականների գործողությունների արդյունքում մեր զոհերի թիվը եղել է 3833։ Սա ֆիքսեք։ Որովհետեւ եթե լրագրողը, այնը լրագրողների միության, ժուրնալիստների միության ղեկավարը այս փաստը չի ընդունում ինքը 5000 ասում, այստեղ երևում է իր հակապետականությունը, հակահայկականությունը։ Ով 5000 զոհ ասում, իմ համար այդ մարդը, իսկ սենց մարդիկ պիտի հստակ ավելի խոսեն։ 3833-ն ու 5000-ը մոտ 1200-ով, իսկ ավելի կոնկրետ 1167-ով տարբեր թվեր են։ Այ հենց սենց եք մարդկանց ուղեղը լցրել 5000 թիվը, որովհետև ժուրնալիստները դուք եք, ղեկավարն էլ դու ես, Սաթիկ Սերյանյան։ Սա վատ բան է։ Ու դու շատ լավ գիտակցում ես սրա վատ լինելը։ Ասնենք առաջ, Սոնա Մնացականյանը հարգելիներս են հղիկինն է, ով ցավալի վտարի ենթարկվեց ու մահացավ, շատ ծանր բան է դա, ես չգիտեմ, վերջը մի քանի օր առաջ էլ նրա հիշատակի օրներ, ուրեմն ոնց է տեղի ունեցել, անցնում է, տեսեք, եթե պիտի վարչապետը տեղաշարժվի, դրանից մի քանի րոպե առաջ արդեն տեղեկացված է, սկսում են աշխատել անվտանգային մարմինները, ոստիկանները փակում են ճանապարհը, անցնում է մի հատ մեքենա, մի գալկեքով արագ ստուգում է ինքը, մի քանի րոպե հետո անցնում է արդեն շարասյունը։ Այդ առաջի գնացող մեքենան եւ ոստիկանները ովքեր փակել են, այս կինը կամ չի նկատում երևի կամ չգիտես խի դուրս է գալիս փողոց, երբ որ ամեն ինչ պիտի կանգնացնի, որովհետեւ բախտեն կանգնացնում, որովհետեւ ու տեղի ունենում դժբախտ պատահարը։ Ես խեմ ասած մարամ ասում, սա ցավալի դեպք է, հնարավոր չի այլ կերպ խոսել, բայց սա դժբախտ պատահար է։ Սրանք այս դժբախտ պատահարը վերցրել փորձում են դարձնել քաղաքական դիվիդենդ։ Հասկանում եք։ Փաշինյանը երևի կառավարության շենքում եղել, երևի դուրս էլ եկած չի եղել, որովհետև այդ մեքենան մի քանի րոպե առաջ է անցնում։ Ուշադիր լինեք, նկատած կլինեք, սկզբում անցնում են այդ սիրենաներով, մի քանի րոպե հետո նոր հիմնական շարասյուն։ Ու սրանք մեռան այս թեզը շարարկելով, այս տիկնոջ հարազատների ականջին նստելով, հասկանում, սա թարախություն տարածելու մասին է։ Բայց շարունակենք։ Արմեն Գրիգորյանը, որին դատանի դալիճում մահվան հասցրեցիք, նախ Արմեն Գրիգորյանը ոնց հասկացա կաթվածից գնաց սրտի։ Ոնց են հասցրել դրան։ Կներեք, մարդ սրտի կաթվածից գնացել է։ Այո, դրա մեջ ապրումներ կան եւ այլն, դատական process է։ Կարող է հիմա ես էլ մի օր ձեր ձեռը, ասես գրառումների ձեռը, սրտի կաթվածով գնամ, ցանկացած մեկը կարած ես մեղադրի իմ մահվան մեջ։ Ինչու՞ Արմեն Գրիգորյանին ես չեմ ուզում շատ, գիտեք, անցած բաները վերհիշել, մանավանդ որ մահացել է։ Բայց ամեն դեպքում ես առաջարկում եմ գոնե սա մի հատ նայենք վերհիշենք, էլի։ Սաթիկ Սերյանյանը ում է համարել մեծ հայ։ Ложные исходные, ложная повестка дня, ложные фальшивые люди, ложные понятия, призраки. Я не зря говорю, что Армения это страна, основанная на лжи. Вот почему все лопается, как гнойные шары. Я думаю, сегодня... Հասկանում եք։ Արդյոք ասում է, որ նու կեղծ օրակարգեր, կեղծ պատմություն, կեղծ չգիտեմ ինչ, ու ես իզուր չեմ ասում, որ ամբողջ հայկական իրականությունը կամ Հայաստանը հիմնված է կեղծիքի վրա։ Ասում եմ մի բան, որը ադրբեջանցիները 15 տարի փորձում են իրենց դպրոցներում դասավանդել։ Հասկանում եք։
Սաթիկ Սերյանն այստեղ մեջ վերում անում, բայց ամեն դեպքում քաղաքացի է իրավունքներում։ Երբ իրենց պետք է հիշում են սահմանադրությունը, եւ Սաթիկ Սերյանյան ամուտ չէր հիմի սա գրել։ Այսքան գիտություն տեղավորել այս մի համառոտ հրապարակման մեջ։ Слушай сюда. Тут у нас гость из соседней страны. Слушай сюда. Сколько хочешь кричи, хочешь жопу порви, Карабах это исконно армянская земля. Да, оно находится в Азербайджанском республике. Так получилось. Вообще-то так бывает. Когда исторические земли той или иной государства проходят другому. В истории такие случаи много. Но если Карабах в Азербайджане, если Арцах это բանվոնցա տարածքային ամբողջականությունը ռուսերեն это пока это пока не означает, что это азербайджанское. Понял, о чем я говорю? Так что ты тут не выпендривайся. Ладно? И спокойно, тихо попробуй уйти в сторону хутора. Иди на хутор бабушки ловить, чтобы другие слова не употреблять, я это буду сказать тебе. И так как ты очень дерзко тут тебе дерзкое поведение показываешь, я тебя блокирую. Давай до свидания, ты кто такой? Կներեք Ժողովուրդ ջան, իմ ռուսերենը վատն է, հազիվ եսկանա ասեցի։ Էրիկա, ձեր իտալիաներն են լսել։ Սրանք գիտեն թե, եթե մենք որպես քաղաքացի ընկալում ենք, հասկանալով շատ բաներ, որ բանը Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է, ցավոք միշտ է տենց եղել, բոլշևիկներն են տենց գծել։ Ուրեմն դա ադրբեջանական է, տենց չի լինելու երբեք, իսկ Բաքուն ադրբեջանական չի կոչվելու մեկի իմ համար։ Ասենք նույն ձևով ոնց որ կյանքում ես չեմ կարող ասեմ Մասիսը Թուրքիայում է, ուրեմն թուրքական է։ Կամ Վանը Թուրքիայում է, ուրեմն թուրքական է, կամ մենք պատմական հայրենիքի մյուս հատվածն են, ոչ, դրանք իմ պատմական հայրենիքի տարածքներն են ու հայկական են։ Չեն կարող այդտեղ մշտապես են հայերը ապրել, մշտապես, այդտեղ են ծնվել հայերը։ Այո, հարյուրամյակների, հազարամյակների ընթացքում շատ, աշխարհի շատ երկրների տարածքներ հայտնվել են կամ նրա ձեռի շուտ տարածքային ամբողջականության սկզբունքով, բայց դա երբեք չի կարա ճիշտը փոխի, էլի։ Ամեն դեպքում դուք շատ լավ գիտեք, ես հասկանալով իմ պետական ընտրված ռազմավարությունը, օրակարգը եւ լինելով հասարակական գործիչ եւ հանրային մարդ, չեմ կարող թշնամանքի հողի վրա շատ բացվել, ու կարամ, բայց լավ չէ, դի պետք է հետևես, չէ, քո երկրի օրակարգին ու փորձես աջակցել ինչ-որ։ Բայց բաներ էլ կան, բնականաբար ավելին թույլ չենք տա ու ինչքան պետք է այդքան կհասկացնենք։ Մի խոսքով, մոտավորապես այսպես ես առաջարկում եմ փորձենք եզրափակենք եթերը, չնայած կան, բաներ կան, այտենց առանձին փոքր թեմաներ առանձնացրել տեղավորել եմ, որ անդրադարձել լինեն, օդի մեջ չկորեն, բայց ինչ որ է, այս պահին եկեք այսքանով եզրափակվենք, ամեն դեպքում աշնանը մեզ սպասվում են աշխարհի լավագույն անձնագրերը կրելու հնարավորություն ունենալ, առաջիկա օրերում Հայաստանը լինելու է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում եւ նման բաներ երբեք չեն եղել, որովհետեւ մենք չենք ունեցել ոչ լեգիտիմ իշխանություններ, ոչ աշխարհի հետ աշխատող պետության ղեկավարներ։ Ցավոք Հայաստանը մշտապես եղել է մեկ այլ երկրի բոստան ու չենք ունեցել ինքնիշխանության այսքան բարձր մակարդակ։ Այս ամեն ինչը մեր այսօրվա կառավարության ձեռքբերումներն է, տեմպերի մասին կարող ենք խոսել, քննադատել, քննարկել, որակի մասին նույնպես, որովհետև մենք մշտապես ցանկանում ենք արագ լինի, ավելին լինի, երևի հասկանալով, որ
ժամանակը սուղ է եւ այլն, բայց այնուամենայնիվ սրանք մեծագույն ձեռքբերումներ են, որի համար որը չես կարող անտեսել, այսպես ասենք, հա։ Լավ է լինելու, ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ շատ ավելի լավ է լինում, քան կարանք պատկերացնենք, շատ լավ է լինելու։ Այսքանով եկեք եզրափակենք, եթե հարցեր չկան։ Ինչ, շնորհակալություն եթերը ժամին դիտելու, տարածելու համար, լավ մնացեք ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու, բարի գիշեր ձեզ։